Այս տարի նախորդի համեմատ մակարոնը թանկացել է 8%-ով, ալյուրը 6%-ով, միսը թանկացել է 11%-ով, դե լավ թող միս չուտեն, թթվասերը թանկացել է 6%-ով, ձեթ օգտագործեն 20%-ով է թանկացել, կարագը 13%-ով, ձուկը թանկացել է, թող ձուկ էլ չուտեն, լավ, բայց հաց ուտեն, Նիկոլ, մարդիկ ցամաք հաց ուտեն, դա էլ է թանկացել։ Մենակ թոշակառուի մասին չեմ խոսում։ Հայաստանում աշխատողների կեսից շատը ստանում է 150,000 դրամից պակաս աշխատավարձ։ Վերցնում է միջին 4 հոգանոց ընտանիքի ամսական սնունդը։ Ամենամեղմ հաշվարկով գնաճի պատճառով շուրջ 25-30,000 դրամ թանկացել է։ Սև իկրայից չեմ խոսում։ Նիկոլի ասած մսով ճաշից չեմ խոսում։ Սովորական բաներից եմ խոսում, որ օրվա կալորիաներն անգամ չի լրացնում։ Ուր են գնում այդ փողերը, այդ ավելորդ գնաճը, ում գրպանն է գնում։ Մենակ այսօր 2 վարկային համաձայնագիր վավերացրեց խորհրդարանը, ավելի քան 300 միլիոն եվրո։ Պարտքի սպասարկմանն է գնում անհիմն գնաճը։ Այն որ ասում ենք ամեն մեկի հաշվարկով պետական պարտքը 4-5 $1000 աճել է, այս չէ։ Գնաճով, աշխատավարձի ու թոշակի չբարձրացումով, թանկացրած հարկ ու տուրքով դուրս է գալիս։ Ուղղակի տարբերություն ձեր մյուս պարտքերի, որոնք փակելիս քչանում է, Նիկոլի վերցրած պարտքերը հա աճում են, ինչքան որ փակում եք, այնքան էլ աճում է։